Պայլույս Աստծո խոսքեն ուզեմ գարտալ Պետրոս Արաքյալի նամակեն առաջին գլուխ 10-րդ համարեն սկսյալ մտի գնենք Աստծո խոսքը երկյուղածությամբ Ձեր մտքերը կոդեբնտեցեք արդուն գեցած կադարելապես հուսացեք այն շնորհքին որ ցեզի բիդրվի Հիսուս Քրիստոսին հայտնվելու ադենը Հնազանդ զավակներու պես ոչ թե ծեր դքիդության ադեմվան ցանկություններով վարվելով Հաբացես գանչող սուրբին պես դուք ալ սուրբ եղեք ծեր բոլոր վարմունքներու մեջ Կանզի գրված է սուրբ եղեք կանզի ես սուրբ եմ Եթե հայր գոչեք զանիգա որ առանց աչարության գտադե ամեն մեկը իր գործին հայմատ ուրեմն ծեր բանտխտության ժամանակը վախով անցուցեք Գիտնալով որ դուք ոչ թե աբագանացու արձատով կամ ոսկեով փրկվեցաք, որ ձեր հայրերեն ստացաք անուղիղ ջամփաներով հաբա Քրիստոսին բադբական արյունովը որպես թե ամպից ու անարատ քարիմը, որ ջանցված էր աշխարհի սկիզբեն առաջ ու վերջին ադենը հայտնվեցավ ձեզի համար, որում միջոցով Աստծո հավատացիք, որ զանիգա մերելներեն հարուցանեց եւ անոր փառավորություն տվավ որպես ծեր հավատքը ու հույսը Աստծո վրա ըլլա Ծեր անձերը մակրեցեք հոգի միջոցով ճշմարտությանը հնազանդելով եղբայրասիրության մեջ անգերց ըլլալով Սուրբ սրտով մեկ բինտ սիրեցեք նորեն ծնած ըլլալով ոչ թե աբագանացու սերմեն հաբա անաբագանացուեն Աստծո գենտանի ու հավիտենական խոսքով կանզի ամեն մարմին խոդի պես է եւ մարդուն բոլոր փառավորությունը խոդի ձայգի պես խոդը գճորնա ու անոր ձայգը գտապտպի բայց դերոջը խոսքը հավիտյան կմնա այսինքն այն խոսքը որ ավետարանով ցեզի կարոզվեցավ թող դերորդ ներսուր խոսքին ընթերցումը բոլորս ալ գիտենք դեր Հիսուսի այլագերբության դեպքը արցնակրված է ավետարաններու մեջ Երբ Հիսուս այլագերբեցավ իր աշակերտները իր парքը դեսան եւ երկու կողմերը դեսան Մովսեսը եւ Եղիան մեկը կներկայացնե օրենքը եւ մյուսը կներկայացնե մարգարեությունը Եվ Պետրոս Տեր Հիսուսի առաջարկը ներկայացուց ով դեր ինչ տավ գլա եթե հոս խրջիթը շինենք Եվ հոս կենանք, պետք չունենք մեր յանքին վերադառնալու, պետք չունենք վարիշնալու, հոս ամեն ինչ լավ է, քու պարքիտ մեջ մնանք, այսպիսի առաջարկ ներկայացուց։ Գրնանք մեկ մեզի հետևյալ հարցումը հարցնել, Պետրոսի այս միտքի հետևականությամբ։ Ինչ համար երբ հավատքի գուքանք, և դեր Հիսուսը գնդունինք, Դերը մեզ իր կոպչարներ, իր երկնային պարկը չի դանիր, ավեիլ ավիդի չլար, հովանու ավետարանի մեջ դեր Հիսուս եվ պաղոտեց, գիտեք 17-րդ գլուխի մեջ, իր աշակերտներուն համար, իր հորմեն գխնդրեք, սա որ ով դեր ոչ թե զիրենք այս աշխարեն վերցուր, բայց աշխարի մեջ զիրենք բահ է, Քանի որ ինչու, քանի որ դակավին աշխարհի մեջ ընելիք ունին։ Երևակայեցեք, որ ընտանիքի անդամը, եթե վերսին զնունդ ունենա եւ ամիջապես երկին կերտա, դերոջը парքի մեջ լալու, ինչ պիտի լր այդ ընտանիքին։ Մեկումը գինը պիտի առնի, վերգամինք պիտի լեր, գին առանցին պիտի մնար, զավակներ առանցին պիտի մնային։ Այդպես չէ, իջակ, գիտենք Դերը որոշեց մեզի արիտ տալ հավելյալ դարիներ այս աշխարհի վրա գյանք ունենալու որպես հավատացյալներ որպես այստեղ Քրիստոսի համար ապրենք Գոչում գուտա մեզի եւ գյանքի նպատակ գուտա եւ անոնց մեջ երևնանք այս աշխարհի մեջ երևնանք որպես լույս աշխարհի Քրիստոսի լույսը ցույց տալու եւ հետաքրքրականորեն Երեք զույգերուն խոսենք, որ եւ ձնընթոցի մեջ դերը ատամը կստեղծե, գինը կստեղծե, առաջին ընտանիքը կստեղծե եւ գսե որ աջեցեք եւ շացեք եւ երգիր լեցեք։ Եվ գսե որ
մարդը իր պատկերով ստեղծեց։ Եվ ընտանիքին նպատակ գուտա։ Մենք կանչված ենք Աստծո պատկերը նաև սոլացնելու, Աստծո պատկերը ցույց տալու։ Եվ անշուշտ դերևս նաև լավագույն պատկերը այդ լույսի գաղափարն է, որովհետև Քրիստոս ես եմ աշխարհի լույսը սա։ Եվ եթե մենք այդ լույսը ունենք, թե որպես անհատներ եւ թե որպես նաև ընտանիքներ, կանչված ենք այդ լույսը նաև սոլացնելու այս աշխարհի մեջ։ Ասիկա Աստծո մեզի համար դված նպատակն է առաջին օրենից, ստեղծագործության պատմության մեջ եւ անշուշտ գիտենք մեղքի պատճառով է որ մարդը շեղեցավ այդ նպատակին եւ Տեր Հիսուս եկավ որպեսզի մեզ իդ այդ շիդակ ջամփու մեջ տնե, այդ շիդակ ընթացքի մեջ տնե։ Ապրինք որպես վկաներ, որպեսզի մարդիկ շիդակ ջամփուն մեջ առաջնորդենք։ Եվ այս մեկը անշուշտ կսկսի մեր ընտանիքները, մեր Երուսաղեմեն եւ անշուշտ մեր շրջանակի մեջ, ուր որ ենք, ուր որ գաբրինք, ուր որ աշխատենք, ուր որ մարդոց հետ գահարապերինք, դերոջը վկայություն լալու։ Բոլոր դա հավանաբար գիտեք Սալմն ցուգը ընդհանրապես Գաբրի անուշ ջուրի մեջ եւ հոսանքին հագարակ գլողը։ Այդպես է իր սիստեմը, իր դրությունը եւ հետեւաբար մենք այդ ցուգին պես լալու ենք։ Ինչու՞ պետք չէ այս աշխարհի հոսանքով գալենք, բայց պետք է այս աշխարհի հոսանքին հագարակ պետք է որ ապրենք։ Ինչու՞ կա որ անշուշտ աշխարհը ունի իր սիստեմը, իր դրությունը, որ ճիշտ հագարակ է Աստծո ճշտած սկզբունքներուն եւ Աստծո դրած դրության։ Եվ հաջող կուզե մեզ Աստծո հերացնել եւ մեզ հոգեվոր արժեքներեն հերացնել։ Բողոս Արաքյալն ինչ կսե մի գերբարանիկ այս աշխարհին գերբարանքով։ Հռոմայացիս 12-ը հապա ծեր մտքին նորոգությունով նորոգեցեք, որովհետեւ կնեք թե ինչ է Աստծո գամքը որ բարի եւ հաճելի եւ գադարյալ է։ Չի բավեր անշուշտ քննելը կնշանակի գիտնալ, բայց նաեւ գիտնալը մեզ մղելու է այդ կամքին հնազանդել եւ այդ կամքը կործատրելու։ Որպես չի գերբանink Աստծո գամքը գիտնալու ենք իր խոսքին միջոցով։ Եվ հետաքրքիր է համարը գսե խոդը գճորնա անոր ձայը գտապտուփի բայց դերոջը խոսքը հավիդյան կմնա։ Դերոջը խոսքը ամփոփող է, հավիդյան կմնա եւ անոր մեջ անշուշտ գյանք կա մեզի համար եւ մեզի համար ուղղություն կա։ Որովհետեւ չի գերբարանիկ, սի Աստծո գամքը գիտնալու ենք եւ Աստծո խոսքը նաեւ մեր հոգեվոր կյանքի մգանները գզորացնե։ Գիտեք մգանը ինչու համար կարևոր է մարդուն համար։ Ինձ արտուցեք։ Ֆիզիկապես եւ շարժում չունիս եւ մգանները կդգարանան եւ գհալին չես կրնար ոտքի գնալ։ Ցավ գոնաս եւ աճ եւ ցախ գերտաս։ Այո, ես ոսկորս ուժված է, բայց մինչեւ դագավին մգանի հարց ունեմ։ Եվ դագավին գողնիմ, դագավին գծավին, որովհետև ժամանակ կուզեմ որ այդ գործունեած մգաններս շինեմ եւ Աստծո խոսքը մեր այդ մգանները գզորացնի, որովհետեւ մեր հավատքի կյանքի մեջ հաստատ կենանք։ Փորձանքի թեմ, նեղության թեմ, դժվարության թեմ հաստատ կենանք։ Դավիթ թագավոր երբ հանգիստ էր եւ անդարբեր սկաց եւ փոխանակ իր բանակին հետ լալու դունը գեցավ, ինչ եղավ իրեն փորձության ենթարկվեցավ։ Եվ չի գրծավ թեմ տնել եւ մարդը սպանեց, ամուսնացավ եւ գիտենք պատմությունը։ Սատանան երբ Տեր Հիսուսի մոտեցավ եւ ուզեց շեղել զինք, փորձության ենթարկեց Տերը, աշխարհային չափանիշներ կործածելով, աշխարհի թրությունը կործածելով։ Քարը հացի վերած եւ իր աճողիս, ինչ պետք ունիս, անոթի Աստծո որդի ես։ Թյուրին ջամփան։ Հիսուս 5000-ը գերագրեց եւ գսե որ զինք թակավոր պիտի լինեն եւ փախավ իրենց մեջ են։ Ինձ երբակտուրը եւ ամենը քեզի գուտամ։ Ինչու քեզի մը կպատկան աշխարհը որ տուն Տեր Հիսուսի դաս։
բայց թյուրին ջամփան առանց խաչի, առանց տարաբանքի։ Տեր Հիսուս խաչի ջամփան պիտի բռներ։ Նեդվիր եւ ռեշտակները պիտի ղրգե։ Որքեզի ոտքերդ քարիչի զարնես։ Փորձել դերոջը հավատարմությունը։ Դերը հավատարիմ է խոստումներում մեջ։ Եվ մենք դերը փորձելու չենք։ Ոչ ալ քննելու ենք, որովհետև գսե կուդեր ասվածդ չի փորձես։ Փորձությունները նաև սիրեներ գրնանքալ հաջողության ժամանակ, ինչպես պատահեցավ Դավիթի եւ Պողոսի, երբ որ գսերդենք որ Կորձրագրոց գիրքը, երբ Պողոս գաղը բժշկեց հետանոսներու մեջ, զինք ասված կարծեցին, ասին որ չասվածները իջած են, եւ ուզեցին երկրպագություն անել, եւ Պողոս գսեն որ ուշադիր, մենք ասված չենք, մենք դեզվես բարձ մարդիկ ենք, եւ Տեր Հիսուսի մասին գխոսի, գրնար հբարդանալ, գրնար, գիտեք, հաջողության մեջ հբարդությունը։ Սակայն փորձութեն անտին Քրիստոսով հույս ունենք ոտքի գնալու եւ մեր կյանքը շարունակելու։ Եվ անշուշտ Պետրոս արաքյալ նաեւ այդ փորձառութենեն գկրե, որովհետեւ Հիսուս իրեն երկրորդ արիտ տվավ ոտքի գնալու։ Երկրորդ արիտ տվավ ոտքի գնալու։ Եվ այս բոլորեն ուրեմն այս բոլորեն մեկնած այս հատվածի մեջ արաքյալ եկեղեցին եւ հավատացյալները գհրաբիրե սրբության կյանքը ապրելու կամ սուրբ կյանք ապրելու հաջորդ գլուխներում մեջ գոչես իրենք կենթանի կարեր Քրիստոսի վրա հիմնած եւ գսե որ Քրիստոս դեզի նոր identity նոր ինքնություն կուտա ուրիշ ադեն ադոր մասին գխոսենք բայց գսե որ սրբության կյանքը ապրելու ենք այս աշխարհի մեջ ցեզ գանչող սուրբին մեզ թուքալ սուրբ եղեք նույնիսկ այս աշխարհի մեջ կապրինք սուրբ լալու ենք սուրբ կյանք ապրելու ենք որ անշուշտ կնշանակե հետևյալը Աստվածաշունչի հասկացողությամբ սուրբ կնշանակե ոչ թե մաքուր սուրբ կնշանակե փամը որ Աստծո գպատկանի եւ Աստծո համար կգործածվի Գան ընտանիքներ որ մաքուր կյանք ունին մաքուր կյանք ունեցող ընտանիքներ կա բայց այդ ընտանիքները չեն կնասու սուրբ ընտանիք են որովհետեւ ընտանիք մգրնա սուրբը լալ այդ ընտանիքի անդամները դերոջը կվստահին դերոջը նվիրված են դերոջը խոսքերով գաբրին եւ դերոջը համար ծառայություն գնեն դերոջը համար կգործածվին սրբության հասկացողությունը ասիգա է դաջարի մեջ սուրբ իրեր գային որ դաջարի մեջ կգործածվեին սուրբ ասել է որ զատված հadouk նպատակի համար եւ անշուշտ այս մեկը Քրիստոսի համար ապրիլն է Քրիստոս մեզի այդ սրբության կյանքի մեջ կտնե եւ հնազանդությունը իրեն եւ իր խոսքին շատ հիմնական են գսե հնազանդ զավակներով ես արաքյալը որովհետեւ մեր հնազանդությունը Հիսուսի մեզ գմոտեցնե իրեն նմանելու գիտեք մենք Աստծո պատկեր ունենք Քրիստոսի պատկեր ունենք Աստծո գնմանենք բայց մեղքի պատճառով այդ պատկերը ապրվեցավ բայց Քրիստոս մեզի այդ պատկերին գվերադարձնե եւ մենք որքան իր խոսքին հնազանդենք եւ իր կյանքի օրինակին հետևենք այնքան մեզ գմոտեցնե իրեն նմանելու ադորամար գսենք որ մարդիկ Տեր Հիսուս Քրիստոսը մեր մեջ վիդեստեն մեր կորձերու մեջ վիդեստեն քույրեր եղբայրներ հնազանդությունը մեր հիմնական գոչումն է կանչված ենք հնազանդության սակայն պետք չէ մոռանանք որ նաև մենք այս աշխարհի մեջ հոգևոր բայկարի մեջ ենք չէ Բողոսարակյալ հոգևոր սպառազինության մասին գխոսի հոգևոր բայկարի մեջ ենք եւ երբ որ բայկարի մեջ ես նաև դու քեզ պետք է պաշտպանես պաշտպանողական զենքերով պետք ունես սաղավարտը զրահը եփեսացիս նամակի մեջ բայց նայեցեք հնազանդությունը ավելի հարցակողական զենք կնկատեմ ոչ թե պաշտպանողական որովհետեւ երբ որ կհնազանդենք սատանան պիտի բախչի մեզ մեջ
Եվ Պետրոս գսե որ չեմ կերվոր մեկ համարի մեջ գսե որ հնազանդեցեք, Տերոջը հնազանդեցեք եւ սատանան ցեզ մե ոչ է պիտի չի մոտենա, պիտի փախչի։ Ուրեմն ադիգա մեր հարցակողական զենքն է սատանային հանդեպ, չարին հանդեպ։ Բայց պետք ունենք նաեւ պաշտպանողական զենքերու։ Պետք ունենք նաեւ պաշտպանողական զենքերու, արեկյալը գսե ծեր մտքերը կոդե բնտեցեք, արթուն գեցած, այսինքն սկաստ, մի կնանար։ Մեր մտքերը ենթակա են հարցակումներու։ Ուրեմն արթուն գնալու ենք։ Ինչ կնշանակի այս մեկը կորզական օրեն 4 ծելացություններ դամ եւ այդպես վերջացնեմ։ Ուրեմն միտքդ կոդեվնտե արթուն գեցիր կնշանակի ուշադիր եղիր թե ինչ բանի մասին կմտածես։ Միտքդ ինչ բանի մասին կմտածես, ինչ բանով կլեցնես միտքդ։ Եվ ինչ բանի գնայիս։ Միտքը եւ աչքը ամենն մոդիկ կորզիկներն են մեզի համար։ Եվ հաջող մեր աչքերը հաջող գամուր չեն, մեր դուրսի աշխարհը կգաբեն մեր մտքին հետ։ Դավիթ ինչպես մեղ կորձեց։ Աչքով տեսավ։ Աչքով տեսավ իր ցանկությունները արտնցան։ Այո, մեր աչքերը շատ արագ կրնան մեզ ցանկություններու առաջնորդել։ Եվ ցանկությունները միան ֆիզիկական չեն, սերային չեն։ Ինչու ինքը ասիկա ունի, ես ասիկա չունիմ։ Ինչու ինքը ասանք, ես ասանք չեմ։ Չէ՞։ Եվ որ գնայինք, հաջող կփախտadենք։ Նաև մենք մեզ կփախտadենք ուրիշին հետ եւ ասիկա գրնա ցանկություններու առաջնորդել։ Եվ ասե գրնա ընտանիքներու մեջ հարց ստեղծել։ Ինչու ինքը ասոթոն ունի, ես ասոթոն չունիմ։ Գրնակ օրինակներու մասին մտածել։ Ուրեմն երկրորդ ավելի մտածել մեղքին հետևանքներու մասին, քան անոր դված ժամանակավոր հաջուկին մասին։ Քանի որ հաջուկը այդ ժամանակավոր է, բայց մտածելու ենք, թե մեղքը ինչ հետևանք գրնա ունենալ մեր կյանքի մեջ։ Դավիթի մեղքը ինչ հետևանք ունեցավ իր կյանքի մեջ։ Սավուղի մեղքը ասոտեմ, իր անպարտաբանություն, իր աննազանցություն, ինչ ավերներ կործեց իր ընտանիքի մեջ, իր կյանքի մեջ։ Որքան հուսախապ կնեմ դերը, որ իր կյանքը ինձի համար ծրավ։ Մենք մեզ այս հարցում հարցրենք, որ ես որքան հուսախապ կնեմ դերը, գիտեք հուսախապ բարը ինչ է, չէ՞։ Եվ որ մենք ես հուսախապ կնենք, ասկե խերճել էր։ Հուսախապ կլաս այլևս։ Որքան մենք դերը շատ անգամ հուսախապ կնենք, ինքը որ իր կյանքը ծրավ մեզի համար, մեր բարմունքով, մեր ինչերով։ Օրը սկսիր նորոգելով գուխտդ դերը բադվելով։ Սկսիր խոսելով իր հետ եւ օրդ իրեն նվիրը, իրեն վստահ է։ Այսպես սկսելու ենք մտածել մարդահրավերներու մասին, որ մի թիմակրավես այդ օրվա մեջ։ Ինչ պետք է ունիս այդ օրվա մեջ։ Ինչ challenge-ներ ունիս, ինչ են օրակարգդ այդ օրվա համար։ Այդպես սկսիր։ Եթե գսկաս որ փորձությունը գնահատեմ տանտիբիլ դերոջը խոսիր անոր մասին։ Ասե որ ով դեր այսօր դժվար նյութեր ունիմ եւ այս նյութերը գնան զիս փորձության մատնել։ Ինձ իմաստություն դուր, ինձի Սուրբ ոգիով զորացուր, ինձ առաջնորդեք, ինչու գիտեք, որովհետև մենք փխրուն ենք շատ անգամ։ Եվ որ գջամփորտես վալիզներ ու կան մեծ բան ու կասանք, վրանք պատտված է, վրան ինչ գրված է fragile։ Երբ որ fragile գրված է, գիտես որ ասիկա ուշադիր պետք է շալգես, որովհետև կգդրվի, կջայթի, կփշի։ Մենք կգարձենք որ զորավոր ենք, բայց մենք շատ fragile ենք եւ շատ փխրուն ենք։ Ադոր համար այդ մեկը Աստծո հանց է, որովհետեւ սատանան շատ անգամ կամ չարը շատ անգամ այդ դգար բամը քու մեջ կկործած է, չեմ գիտեր, քեզ փարգացնելու, քեզ բանի մեջ ինալու որ ոչ քեզ ինչ էր ես եւ ինչու ասանգրի, քանի որ գիտես դգարություն մգա թվավատ գոջագին սատանան եւ շատ իմաստուն ծևով գրնա քեզի տպնալ եւ գրնա քեզի սխալի մեջ մտցնել։
Եվ վերջը փուշման գլաս, որ ես ինչու համար այսպես սրի։ Պետք չէ այսպես սնեի։ Եվ անշուշտ չանա օրվան ընթացքին Տեր Հիսուսի մասին մտածել իր յանքին իր խոսքերուն։ Եվ ասոր համար կարևոր է որ նաև գարտաս Աստծո խոսքը։ Եվ որ գսենք ով իմանցս օրհնեդերը եւ այն ամենը որ իմ ներսից անոր սուրբ անուն ով իմանց օրհնեդեր եւ անոր բոլոր բարարությունները մի մոռնար։ Մենք շատ անգամ այս կավատին բարապ մասը կտեսնենք մեր կյանքի մեջ, բայց չենք տեսնել որ մեր կյանքը որքան օրհնություններով լեցուն է։ Հաջորդ անգամին ասում մասին մի խոսեմ 100-րդ Սամոսեն մի մոռնար։ Բայց դերոջը Հիսուսի մասին մտածելու ենք։ Եվ այսիկա այս բոլորը ցույց կտամ որ ցուն գետրոնացած ես Աստծո վրա։ Եվ այս մոդեցումները կգրնան օգնել մեզի որ մենք գարնանք նաև մաքուր կյանք ապրիլ աշխարհի մեջ որ անմաքուր է։ Աշխարհի մեջ որ աբագանած է։ Դերը դա որ միշտ հիշենք որ այո դերը մեզ իր մոտ չարներ օրը վիդարն է։ Բայց դերը մեզ իր մոտ չարներ է որ հոգևոր կյանքի մեջ քայլ գարնենք, որովհետև դակամին կորձ ունի այս աշխարհի մեջ։ Այլապես ամեն օր հավատաց պիտի երթար։ Դակամին կորձ ունենք։ Կանչված ենք դերոջը լույսը, դերոջը վգաները լալու, կանչված ենք սուրբ կյանք ապրելու եւ ինչու՞ չէ նաեւ կանչված ենք այս հոգևոր բայկարը նաեւ բայկարելու այս աշխարհի մեջ եւ անշուշտ դերոջը շնորհքով հաղթելու հաղթականելու անոր կհաղթե դերոջը բսագին պիտի արժանա գսե Աստծո խոսքը թող դերը մեր բոլորին հետ լա սիրեներ ամեն բարի օր բոլորիդ